Ոնց որ պատրաստամ։ Մի երկու բան էլ ու կայքի գլխավոր էջը վերջնական տեսք կունենա։ Ստեղ ավելացնում ենք կոճակ։ Վերջ, կարող ենք օգտագործել։ Ես եմ։ Մշակում եմ իմ կայքը։ Թումոյում իմացա, որ կայքերը ստեղծում են HTML-ով ու CSS-ով, բայց մինչև դրանք կիրառելը, պիտի սովորես կոդավորել։ Սկզբում սկսեցի սովորել HTML լեզուն ու ծանոթացա կոդեր գրելու տարբեր գործիքների։ Համել իմացա, որ կայքերի մշակումը բաղկացած է երկու մասից՝ front-end ու back-end։ Դասընթացներին սկսեցի մշակել իմ կայքի front-end-ը, օգտագործելով HTML ու CSS։ Պարզվում է, այն ինչ տեսնում ենք կայքեր օգտագործելիս front-end-ն է։ Հիմա արդեն կարող եմ մշակել կայքի back-end-ը, որ կայքս ավելի դինամիկ դառնա։ Դրա համար օգտագործել եմ PHP ծրագրավորման լեզուն ու տվյալների բազան։ Հիմա կարող եմ տվյալների բազային ավելացնել ապրանքներ, ցուցադրել դրանք կայքում, թարմացնել կամ ջնջել։ Այս ամեն ինչը սովորելուց հետո սկսեցի օգտագործել WordPress, որը շատ տարածված CMS է։ Ընտրել եմ թեմա ու WordPress-ում հավաքել եմ իմ կայքը, օգտվելով գոյություն ունեցող բազաներից։ Օգտագործել եմ նաև տարբեր փլագիններ, ֆունկցիոնալությունը լավացնելու ու հետաքրքիր դարձնելու համար։ Արդյունքում ունեմ իմ սեփական կայքը։ Մասնակցել եմ նաև հատուկ նախագծի և ստեղծել եմ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հարթակը։ Ինչ ես մտածում։ Չես ուզում կյանքումդ նոր էջ բացել ու սկսել կայքեր ստեղծել։